Լոռու Օձուն գյուղում է գտնվում Օձուն եկեղեցին։ Հայաստանի վաղ քրիստոնեական ճարտարապետության ամենահին ու կարևոր հուշարձաններից մեկը։ Այն կառուցվել է բարձրադիր հարթավայրի վրա, նայելով Դեբետի կիրճին։ Այս դիրքը պարզապես գեղեցիկ տեսարան չէ, այն նաև ռազմավարական ու խորհրդանշական նշանակություն է ունեցել։ Վանքը կարծես հսկում է շրջապատող տարածքը, միաժամանակ առանձնացված լինելով աշխարհիկ աղմուկից։ Եկեղեցու անվան շուրջ կա ժողովրդական ավանդություն, որը այն կապում է օձ բառի հետ, որպես հին հավատալիքների կամ տեղանքի անվանման մեկնաբանություն։ Սա, սակայն, հաստատված պատմական բացատրություն չէ, այլ ավանդական ընկալում։ Օձոնի բակում կանգնած բարձր քարե սյուները, կոթողները ստեղծում են յուրահատուկ միջավայր։ Դրանք վաղ միջնադարյան արվեստի հազվագյուտ օրինակներ են։ Ժողովրդական պատմություններում այս վայրը հաճախ նկարագրվում է որպես առանձնահատուկ էներգիա և հանգստություն ունեցող տարածք։ Բայց այդ ընկալումները գալիս են հավատալիքներից ու ավանդություններից։ Այն, ինչ իրականում անժխտելի է, Օձունը դարեր շարունակ եղել է հոգևոր կենտրոն, որը պահպանել է իր վեհությունը, պատմությունն ու ազդեցությունը մինչև մեր օրերը։ Այնքան մնում է դու ճիշտ խփես։ Բա որ ճիշտ չեղավ։ Այ արդեն այդքան։ Լավն է, լիվատնի քուննա։ Շատ ուժեղ ու կենտրոնին, այդ կամանց ես խփելու։ Այս հանեցինք։ Հակառակ կողմն էլ այսպես։